Ինչպես դա միջազգային գործընկեր հեռահաղորդակցության միջազգային միությանը, բոլոր հեռահաղորդակցության ոլորտում բոլոր կազմակերպչական եւ միջոցառումների կազմակերպման տեսանկյունից մշտապես եղել է գործում աջակցող։ Տեսնել բոլորին այստեղ։ Այսօր փոփոխություն ներկայացնել Հայաստանի օպերատորների միության դերը։ Պես նախորդ վիդեոում ասել էի, այս շաբաթ մասնակցելու էինք օպերատորների Հայաստանի օպերատորների միության կազմակերպած հեռահաղորդակցության շաբաթ միջոցառումներին ու քանի որ այդքան էլ ձեզ ինձ թվում է հետաքրքիր չի լինի, թե այդ քննարկումների ժամանակ ինչ թեմաներ ա քննարկվել եւ այլն, ամեն դեպքում ես այս փոքրիկ կադրեր կդնեմ, որ դուք էլ տեսնեք։ Իսկ հիմա ամուսնուս հետ եկել ենք Հայաստանի նկարիչների միություն, որպեսզի դիտենք Այվազովսկու կտավների ցուցահանդեսը։ Այսը ձեզ հետաքրքիր կլինի, այնպես որ լավ կադրեր կդնեմ, որ դուք էլ տեսնեք։ Հայկական ծագումով առաջին մեխանիզմը, որ աշխատանքները ցուցադրվել են միությունում։ Ճանապարհորդ եւ հետազոտող ծովային աշխատանքների մասնակից։ Ռուսաստանում դեռ ոչ ոք ծովը նրա նման չի պատմել։ Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին Թեոդոսիայում, հայկական ընտանիքում, Հովհաննես Այվազյան անուն ազգանունով։ Ապագա նկարչի հայրը Գևորգ Այվազյանը վաճառական էր, որը սնանկացավ 1812 թվականի Ժանդախտի համաճարակից հետո։ Իսկ նրա առաջին կտավը դարձավ տան պատը, որի վրա նա ածուխով առագաստանավ նկարել։ 1833 թվականին 16-ամյա Այվազովսկին հեռավոր Թեոդոսիայից ժամանեց Սանկտ Պետերբուրգ եւ ընդունվեց Կայսերական արվեստի ակադեմիա, պրոֆեսոր Մաքսիմ Նիկիֆորովիչ Վոլոբևի մոտ բնանկարչության դասարան։ Նրա նկարների մի ամբողջ շարք, որոնցում միավորել է ծովի քնարերգությունն ու պոետիկ կերպարը։ Ուշագրավ է, որ շարքի ամենահայտնի Պուշկինի հրաժեշտ ծովի կտավում բանաստեղծի կերպարը պատկերել է Իլիա Ռեպինը Այվազովսկու խնդրանքով։ Արվեստի ակադեմիայում մեծ ոսկե մեդալով ավարտելուց հետո Այվազովսկին 6-ամյա թոշակավոր մոտ իրավունք ստացավ ճամփորդության մեկնելու արտասահման։ Ուրախությունը պատճառով ինձ որպես հոգով ռուսի եւ որպես նկարչի ոգեշնչումից դա պատկերել կտավի վրա եւ ոչ միանգամ նա հավատալի մնացած նպատակին ստեղծելով նավատորմին հսկայական գեղարվեստական տարեգրությունը Նավարինովի ճակատամարտից մինչև Սինոպ։ 8 թվականի ապրիլի 19-ի ուշ գիշերով հանկարծահաս մահը ընդհատեց ծովանկարչի կյանքը։ Նա թաղված է Թեոդոսիայում, Միստադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Շիմակարի վրա հայերեն գրություն կա։ Ծնված մահկանացուն նա թողեց իր մասին անմահ հիշատակ։
Այվազովսկու կտավների ցուցահանդեսը նայեցինք, իրականում հետաքրքիր ֆիլմի տեսքով պատրաստել էին եւ Այվազովսկու կտավներին կարծես կենթանություն էին տվել։ Հնարավորինս նկարել եմ, որովհետեւ ուզում էի ինքս էլ վայելել, իրականում շատ գեղեցիկ էր նրա կյանքը, շատ հետաքրքիր է լսել նրա կյանքի պատմությունը, տեսնել կտավները ու զարմանալ, թե ինչպես երբեմն հիշողությամբ կարելի է այդպիսի գեղեցիկ ու կարծես իսկապես կենդանի կտավներ ստանալ։ Այս շաբաթ մի հատ էլ հետաքրքիր էլի միջոցառում ունենք Իրեննա ելույթ ունենալու, ինչպես ասել էի, այս շաբաթ էլ Իրենի համերգն է ու մենք ինչպես միշտ բոլորից շուտ ենք եկել, ճիշտ է դեռ պետք է խանութ մտնենք Իրենի համար մի քանի բան վերցնենք, ջուր, անվտանգ քաղցրավենիք, որ իրեն չկեղտոտի, ինչև էտր մեր ավտոբուսները կգան։ Առաջինը տանից Ինչից։ Ջուրիկ։ Մենք արդեն ավտոբուսի մեջ էինք, մեր ավտոբուսը եկավ դրսում ցուրտեր իրենսել մի քիչ բարակահակնված մրսում էր, բայց լավ է, կաքսոր էլ վերցրել էինք, չէ, հիմա մրսում ես, էջմիածնից շարժվել ենք 2:45 ու արդեն 4:30 է, բայց դեռ չենք հասել, երեխեքը հոգնել է, ու մեր ելույթի ժամը փոխվել է, հուսով ենք կհասցնենք։ Որտեղ դեր համերգը չի բրծել նախորդ, էլի մենք ուշացանք դրանից։ Դե եկեք ուտունել։ Վերջապես հասանք, տեղավորվեցինք, ու քանի որ ուշացել ենք, մեր համերգային ժամը փոխվել է, բայց գոնե երեխեքը հանգիստ ժամանակ ունենան, կպատրաստվեն, այդ ճանապարհի լարվածությունը կանցնի։ Ողջույն, սիրելի հանդիսատես, հարգարժան հյուրեր։ Ելույթ է ունենում Գոհար Համերգը ավարտվեց, իմ Իրենը շատ սիրուն պարեց, բոլորն է շատ լավ ելույթ ունեցան, ու հիմա գնում ենք հետ տուն պատրաստվելու հաջորդ աշխատանքային շաբաթին։